Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին եւ հաճույքով հրավիրում բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այժմին մեզ հետ են դիտելու մեր հերթական թողարկումը։ Իսկ այն, որ այսօր ձեզ հերթական հաճելի անակնկալն է սպասում, կարող եք չկասկածել, ինչի եմ դա վստահում, քանի որ այսօր մեր տաղավարում մենք կրկին հյուրընկալել ենք Էդգար Ղազարյանին, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական հանրային գործիչ, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Իսկապես ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, որտեղ ասեմ, որ ձեր արդեն հանրահայտ դարձած Ղազարյանն ընդդեմ Ղազարյանի հաղորդաշարը, որ 70-ից ավելի եթեր է ունեցել, շատերի ուշադրության կենտրոնում է եւ մարդիկ պիտի ասեմ, որ մեծ հաճույքով են այն դիտում։ Մենք էլ մեծ հաճույքով պատրաստում ենք ամեն անգամ։ Ես պիտի ասեմ, որ երբ դիտում ես Պետրոս Ղազարյանին իր հյուրերի հետ հաղորդումն առանձին եւ դիտում ես այդ նույն հյուրերի հետ տարբերակ արդեն երակոմ, այսպես ասած, ձեր վիրտուալ ստուդիայի մասնակցությամբ, պատկերը ոչ միայն ամբողջական է դառնում, այլ մենք տեսնում ենք ռեալ իրական պատկերը եւ դա շատ տխուր տպավորություն է թողնում հատկապես հյուրերի համար, որոնց կեղծիքը անմիջապես բացահայտվում է։ Հաղորդման նպատակը հենց դա է, որ ամեն մեկի թեզը տեղում միանգամից ենթարկվի մշակման, որ մարդկանց մոտ այդ հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի այդ ռոպագանդան իր ազդեցությունը չունենա, հերկվի տեղում։ Տեսեք, փաստորեն հաղթանակի օրը նա տաղավար էր հրավիրել Արծրուն Հովհաննիսյանին, հայտնի պատմաբանին, պատմական գիտությունների տեխնացուին, ով կարծես թե հենց սկզբից փորձեց այսպես ավելի ճշմարտացի ներկայացնել, թե ինչ էր ինձ ներկայացնում երկրորդ համաշխարհային պատերազմը, հայրենական մեծ պատերազմը։ Եվ եթե չլիներ ձեր միջամտությունը, կարող է մարդիկ այդքան էլ ուշադրություն չդարձնեին որոշակի այնպիսի անիմաստ արտահայտությունների, որին մենք սովոր ենք եղել դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ այդ անձը անընդհատ ասում էր հաղթում ենք եւ վերջին օրը։ Այո, միջև վերջ։ Եվ այդ մարդը, չգիտեմ, ինչ բարոյական իրավունքով նորից հրավիրվել է, այն էլ առաջինի եթեր եւ խոսում է պատերազմից, արդարությունից։ Բայց դուք այնքան այսպես հետաքրքիր ձևով ներկայացրեցիք եւ ինչու՞ չէ, նաեւ ներկայացրեցիք այդ վայ պատմաբանին, որ կարծում եմ հաջորդ անգամ ինչ որ բան ասելուց առաջ կմտածի լրջորեն։ Նախ զավեշտալի էր, որ հաղթանակի օրվա կապակցությամբ Պետրոս Ղազարյանը հանրային հեռուստաընկերությունն է հրավիրել պատերազմի ասպետին, պարտության ասպետ, այսինքն հաղթանակի օրը տեսել ես այնպես մի զինվորականի հրավիրեն, որ հաղթանակի հետ կապ ունի, չէ՞։ Այո։ Բայց Արծրուն Հովհաննիսյանը մեր մոտ պարտության հետ կապ, այսինքն եթե պարտության օրը լինի, պարտության օրվա հետ կապված եթեր լինի Արծրուն Հովհաննիսյանի կամ խարդախության օրը լինի, ստի օր լինի, մի հատ տենց օր լինի Արծրուն Հովհաննիսյանին կանչեն, դա հասկանալի կլինի, որը մայիսի 9-ը մեզ համար միշտ այդպես է նշվել, ոչ միայն հայրենական մեծ պատերազմում, նաև մեր ժողովրդի տարած հաղթանակի օր, այլ նաև Շուշի ազատագրման օր, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր, այսինքն այն եռատոնի խորհուրդ է ունեցել։ Եվ այսօր բարեբախտաբար մեզ հետ են ապրում են նաև մարդիկ, ովքեր որ մասնակցություն են ունեցել Շուշի ազատագրմանը, մասնակցություն են ունեցել մեր հաղթանակների կերտմանը, բայց Պետրոս չգիտես ինչի որոշել է, որ հաղթանակի օրը պարտության խորհրդանիշը պիտի խոսի հանրայինի եթերում, ընդ որում մեր պատերազմի այս ամբողջ պատմությունը խեղաթյուրելուց, այն ստի վերածելուց հետո մեր ժողովրդին խաբելով 44 օր շարունակ այդ կեղծ թեզերով, կեղծ տեղեկություններով, հիմա անցել է համաշխարհային պատմությունը կեղծելուն եւ այդ ամբողջ հարցազրույցի ոչ միայն նրա հետ, այլ նաեւ հետագայում հանրային հեռուստաընկերությունում նաեւ քննարկում էր եղել հանրային քննարկում, փորձում են այդ հայրենական մեծ պատերազմը ներկայացնել իբրև միայն երկրորդ համաշխարհային պատերազմ, ինչը որ պատմական իմաստով է սխալ, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմը ավելի շուտ է սկսել, քան հայրենական մեծ պատերազմը, դա եղել է Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակումով։ Բացի այդ, իրանք անդադ ամեն ինչը փորձում են որպես միֆեր ներկայացնել, միֆ են համարում խորհրդային բանակի ձեռքբերումները, հաջողությունները,
ներկայացնում են, որ փաստացի այդ պատերազմում հաղթել է ոչ չեն ասում խորհրդային միությունը չի հաղթել, դրան չենք ասել, բայց ասում են, որ ենթադրենք Միացյալ Նահանգների վաստակը ավելի մեծ է այդ հաղթանակի մեջ, քան խորհրդային միության, եւ դա ինչով են բացատրում, որ Միացյալ Նահանգները այո դաշնակից է եղել խորհրդային միության, եւ այդ դաշինքը իրենց պարագայում առավելապես արտահայտվել է դրանով, որ դրանի պատերազմից առաջ Միացյալ Նահանգներում մեծ դեպրեսիա էր համաշխարհային, իրենց տնտեսությունը լուրջ դեպրեսիոն վիճակում էր, գերարտադրության ճգնաժամ էր կոչվում, ամերիկյան մեծ դեպրեսիա։ Այսինքն ապրանքները արտադրվել են չէին իրացում։ Եվ այդ պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում օրենք է ընդունվում, եւ այդ օրենքով իրենց մոտ չվաճառող ապրանքները վաճառում են պատերազմի մասնակից պետությունների վրա, որոնք այդ պայն իսկապես դրա կարիք ունեին։ Խոսքը վերաբերում է եւ սպառազինություններին, եւ զինամթերքին, եւ պարենամթերքին, եւ այլ ապրանքներին, եւ այլն։ Այսինքն դա նպաստում է ստեյցիան Միացյալ Նահանգների տնտեսական վերելքին, տնտեսական հաջողությանը, որը մինչև այդ գտնվում էր ճգնաժամի փուլում, ընդ որում Միացյալ Նահանգները դաշնակիցներին դա ոչ թե անհատույց է տրամադրել, ոչ թե այլ վաճառել է, այսինքն կամ այդ պահին են վճարում իրականացրել, կամ հետո, եւ ասենք Պետրոսը, որ զարմանում է, թե Միացյալ Նահանգները ինչի է մասնակցել պատերազմից հետո հաղթանակի արդյունքների բաշխմանը, այդ թվում նաեւ Գերմանիայի մասնատմանը, հենց դրանով է արտահայտված եղել, որ ինքը ինչ-որ բաներ է տվել, դրա դիմաց ինչ-որ բան պետքա ստանալ, եւ դա ներկայացնում է որպես պատերազմի հաղթանակի հիմնական գրավական կամ առավել զավեշտալին իհարկե Ստալինգրադի ճակատամարտի հետ կապված այդ խեղաթյուրումներն են, պարզում է, որ ըստ Արծրուն Հովհաննիսյանի Ստալինգրադը զավթելու գերմանիական մտադրությունը ի վերջո այն էր, որ հետո գերմանացիները զավթեն Կովկասը, այդ թվում եւ հարավային Կովկասը, այդ ժամանակ ինչ-որ մի հրաշքով Հայաստանը պիտի դառնար անկախ պետություն, թե ասենք ոնց էր խորհրդային միության կազմի մեջ մտող հանրապետությունը պատերազմական իրադրության ժամանակ հռչակում անկախ հանրապետություն, դա ոչ մեկ չգիտի, ու դրանից հետո պետք է Գերմանիան ըստ Արծրուն Հովհաննիսյանի հարձակվեր իր դաշնակից Թուրքիայի վրա, որովհետև այդ պատերազմում Գերմանիան դաշինք էր գրել ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցներ էին, եւ հիմա պետք է Գերմանիան հարձակվեր իր դաշնակցի վրա, որպեսզի դրա արդյունքում ստեղծվեր Միացյալ Հայաստան։ Ու ասենք բան չկա էլի ասել։ Դե աբսուրդների Ես պիտի ասեմ, որ շատ հաջողված էր նաև ներքին գործերի նախարարի ձեր տարբերակը եւ կարծում եմ, որ այսուհետ այդ պատասխանատու անձինք Պետրոս Ղազարյանին հյուր գնալուց առաջ պետք է լրջորեն մտածել, իսկ իմաստ ունի թե ոչ, որտեվ այն մերկացումները, որ դուք եք ներկայացնում եթերից, դա շատ դաժան է։ Իհարկե, տիկնոջ նկատմամբ գուցե չափից ավելի եւ խիստ է, բայց դա ճշմարտություն է եւ դուք ասում եք միայն ճշմարտությունը։ Չէ, ոչ մի խիստ անց հատուկ անձնական ինչ-որ ընդգծված բան չկա, մեր այդ հաղորդումների հիմնական իմաստը պայմանավորված է այդ պաշտոնյաների պաշտոնական գործունեության հանգամանքների հետ եւ քննադատությունը, որը ըստ էության նաեւ հնչում է դրա շրջանակներում, վերաբերում է նրանց պաշտոնական գործունեությանը։ Դե հիմա մենք ինչ մեղք ունենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Հայաստանում ներքին գործերի նախարար պետք է լինի մի երիտասարդ կին, որը մինչ այդ ոչ ոստիկանության համակարգում, ոչ անվտանգային ուժային կառույցներում որևէ աշխատանքի փորձառություն չունի եւ նրան վստահվել է ղեկավարել մի համակարգ, որ իր մեջ ներառում է ոստիկանությունը, դա տասնյակ հազարավոր ծառայողներ են, տարբեր կարգավիճակ, չէ, հասարակ շարքային ծառայողներից սկսած մինչև գեներալներ, գնդապետներ, պատասխանատու ծառայողներ, հատուկ կարգավորման ոլորտ, փրկարար ծառայությունը, այլ ծառայություններ, միգրացիոն անձնագրային ծառայություն, եւ դա վստահվել է մի մարդու ղեկավարության, որը որ նորմալ պայմաններում այդ դեպքում կարող է ամենահասարակ պաշտոններում նրան նշանակելուց որևէ մեկ այդ որոշումը չկայացներ։ Եվ բնականաբար ինքը չի տիրապետում իրավիճակին, փաստացի չի կարողանում իր պարտականությունները կատարել, եւ մենք էլ ուշադիր ենք այդ ամենի նկատմամբ եւ հավուր պատշաճի գնահատում ենք դա։ Չափից ավելի ուշադիր ենք։
Պարոն Ղազարյան, դե իրոք Ղազարյանն ընդեմ Ղազարյանի հաղորդաշարը ես մի առիթով ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնեմ, նոր խոսքեր հայկական հեռուստաեթերի տարեգրությունում եւ դա շատերին է դուր եկել։ Ասեմ ավելին, անվտանգության այդ անվստահության վերջերս գործընթացը, որ սկսել էի, այն նույնպես լայն արձագանք է գտնել։ Ավելին նախկին ԿՊԱ-ական Հովիկ Ղազարյանն էլ անցել է, այսպես ասած, ձեր կողմը եւ երկու ձեռքով ասում է աջակցելու է այդ գործընթացի կայացմանը։ Ինչ է կարծում այդ գործընթացը, որ սկսել է անվստահության իմպիչմենտի, այն կարող է հաջողության, այսպես հաջողության պսակվել։ Դա անպայման հաջողություն ունենալու է եւ կարճ ժամանակահատվածում դրա շուրջ քննարկումները, այս թեմայի զարգացումը հենց դրա վկայությունն են։ Մենք պաշտոնապես այդ գործին ավելի լայն թափ հաղորդեցինք այս տարվա ապրիլի 28-ին, երբ որ իմ անունից ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներին մենք պաշտոնական գրություններ, նամակներ փոխանցեցինք, շատ պարզ տրամաբանությամբ եւ սահմանադրական կարգավորների շրջանակներում, այսինքն մեր երկիրը խորհրդարանական երկիր է, որտեղ իշխանության առաջնային մանդատը պատկանում է ազգային ժողովին, ազգային ժողովն է ձևավորում կառավարություն եւ մյուս սահմանադրական մարմինները եւ վերահսկում է կառավարության գործունեությունը։ Իսկ կառավարությունը իր գործունեությունը պետք է ծավալի միայն իր ծրագրի հիման վրա։ Եվ երբ որ ազգային ժողովը արձանագրում այս ծրագրից շեղումներ, պետք է որ նախաձեռնի անվստահություն հայտնելու գործընթաց, այսինքն դա շատ պարզ եւ սահմանադրական մի մեխանիզմ է։ Եվ մենք դիմել ենք պատգամավորներին, կան տարբեր արձագանքներ, ազգային ժողովի երկու խմբակցություններ, Հայաստան խմբակցության անունից է տարածվել հայտարարություն, պատիվ ունեմ խմբակցությունն է, պատգամավորների ստորագրությամբ հայտարարություն հրապարակե։ Մի դեպքում Հայաստան խմբակցության պարագայում ինչ-որ անհասկանալի պահանջներ են առաջ քաշվում, նախապայմաններ են ներկայացում, մեզ մարդուն քաղաքացունը, որ իրենց առաջարկում որ իրենք իրենց պարտականությունը կատարեն, դա որևէ կերպ չի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Պատիվ ունեմ խմբակցության դիրքորոշում այն է, որ իրենք դրական են վերաբերվում այդ գաղափարին, պաշտպանում են այդ գաղափարը եւ ըստ էության հիմա իրենք քննարկումների մեջ են այդ որոշման կատարման պահանջը կատարելու իմաստով, որովհետեւ անվստահություն կարող է լինել, եթե առաջադրվում է միաժամանակ վարչապետի թեկնածու։ Եվ հիմա պատիվ ունեմ խմբակցությունը, ասելով որ իրանք այդ պահին չունեն իրենց սեփական թեկնածուն, նախաձեռնել են քաղաքական քննարկումներ տարբեր ուժերի հետ, որպեսզի որոշակիացնեն ընդհանուր համակրանք վայելող թեկնածուի շուրջ կան համաձայնության եւ դրանից հետո տան մեկնարկը։ Այո, ձեր դիտարկումն էլ ճիշտ է, Հովիկ Աղազյան եւ Հակոբ Ասլանյանի մասով, որոնք դուրս են եկել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից եւ նոր կուսակցություն են հիմնել, մասկա կոչվում այդ կուսակցությունը, իրենք ոչ թե միացել են մեզ, ձևակերպումը կարծում եմ այդքան ճիշտ չի։ Իրենք ուղղակի պարզապես որպես պատգամավորներ դրական են վերաբերվում այդ գաղափարին եւ որոշել են իրենց սեփական նախաձեռնությունը սկսել անվստահություն հայտնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անկախ դրանից թե որ նախաձեռնությունը ինչ հաջողություն կունենա, որն էլ որ հաջողություն ունենա, դա պետք է հաջողություն համարել, որովհետեւ որևէ մեկի արդյունքում Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի։ Իսկ դա արդեն պետք է համարել որպես հաջողություն մեր բոլորի համար, որովհետև այդ գործընթացի հիմնական նպատակը ոչ թե ինչ-որ մեկին վարչապետ կարգելն է, այլ հիմնական նպատակը գործող վարչապետին անվստահություն հայտնելն է։ Ես հիմա իդեպ այստեղ եմ գալիս ազգային ժողովից, ազգային ժողովում հայտարարված է քաղաքացիների ընդունելություն, գրեթե օրը 1 հանձնաժողով քաղաքացիների ընդունելություն են անում, ես գրանցվել եմ բոլորին մասնակցելու համար, որպեսզի բոլոր պատգամավորների հետ փորձենք կառավարության ծրագիրը քննարկել եւ հասկանալ թե նրանք ինչու անվստահության գործընթաց չեն նախաձեռնում։ Նույնիսկ լրագրողների հետ մի հատպիսի վարժություն էի անում այդ ճեպազրույցներից մեկի ժամանակ, ասենք լրագրողի հետ որևէ մեկին ասում եմ, ասեք, խնդրում եմ, մի հատ թիվ 4-ից 102 կառավարության ծրագիրը 102 էջ է։ Սկսում է 4-րդ էջից, դե մենք դիտխոսաթեր, հիմա ցանկացած թիվ ասեք։ Ինձ ասում են 7։ Բացում ենք 7-րդ էջը, ցանկացած թիվ։ Ասենք կարային ասեն 97։ Բացում ես 7-րդ էջը, տեսնում ես ընդեղ ինչ է գրած։ Կարդում ենք։ Մեկը պարզում է, որ ընդեղի գրածը
Կառավարության հիմիկվա գործունեության հետ բացարձակապես ոչ մի կապ չունի։ Օրինակ 7-րդ էջը հիշում եմ, որտեղ մեկը ասել էր դա, վերաբերում էր ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության։ Վերնագիր կա ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահություն, որ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տեսնում է այս ձևաչափում, ջանքեր պիտի գործադրի այդ ձևաչափի հետ հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային անվտանգության խնդիրները այդ ձևաչափում լուծելու համար։ Այսինքն դա է իրանց նպատակադրումը։ Բայց վարչապետը հայտարարում ասում է ԵԱԿ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի եւ մենք պետք է նախաձեռնենք, որպեսզի այդ խումբը լուծարվի։ Իսկ ծրագրում գրել են, որ պետք է Մինսկի խմբի հետ համագործակցություն զարգացնեն, բոլոր խնդիրները նրանց հետ լուծեն, բայց իրականության մեջ ասում են, որ բացի դրանից, որ դա չեն անում, հետո ասում են, որ դա պետք է լուծարվի եւ պետք է լուծարվի, ընդ որում Ադրբեջանի պահանջը, որովհետեւ ձևաչափը լուծարելու հիմնական նախաձեռնությունը պատկանում է Ադրբեջանին։ Այո, բարձր է։ Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանը այս պահին ունի երկու կառավարություն։ Մեկի վարչապետը գտնվում է Բաքվում, մյուսի վարչապետը գտնվում է Երևանում, բայց երկուսն էլ ենթարկում են Իլհամ Ալիևին։ Իսկ դա անթույլատրելի է մեզ համար։ Զավեշտական է։ Լավ, հիմա մենք մեր զրույցը պիտի ընդհատենք գովազդային հոլովակներով, որից հետո վերադառնանք տաղավար եւ շարունակենք մեր զրույցը։ Ընտրեմ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Փակ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։ Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։ Շարունակում ենք ծրագիրը, հիշեցնեմ, որ Էդգար Ղազարյանն է Փակ TV-ի ղեկավարում։ Պարոն Ղազարյան, մենք դիտեցինք գովազդային հոլովակներ, հատկապես երկրորդ հոլովակի վրա եմ ուզում կանգ առնենք էլիտար սերունդ այդ մրցույթը պատանի դաշնակահարների, որ հունիսի 1-ին մենք եթեր ենք հեռարձակելու, շատ կարևոր է մեզ համար, որտեղ երեխաներին առնչվող բոլոր տեսակի միջոցառումները, ինչի դեպ ֆինանսավորում այսպես հովանավորում է մեր լավագույն բարեկամներից մեկը ճանաչված իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը, մեզ ուրախացնում է այն փաստով, որ գնալով ավելի շատ մեծ թվով երիտասարդ կատարողներ են ցկտում մասնակցել այդ շատ կարևոր իմ կարծիքով մրցույթին։ Դե եթե մի երկրում սկսում են նման մրցույթներ անցկացնել, ուրեմն ամեն ինչ կորած չէ։ Այո, իհարկե երիտասարդների պատանների իրենց մասնագիտական, ստեղծագործական գործունեության խթանման ցանկացած նախաձեռնություն դա միայն գնահատանքի եւ շնորհակալության է արժանի եւ լավ է, որ կան մեկենասներ, բարերարներ, ովքեր իրենց հիմնական գործի հաջողությունները կիսում են այլոց հետ եւ հնարավորություն տալիս պատաններին, երեխաներին դրսևորվել իրենց լավագույն կողմերով եւ հաջողություն են մասնակցում, մաղթում ձեր այդ նախաձեռնությանը եւ հատկապես դրա մասնակից երեխաներին։ Շնորհակալ եմ։ Տեսեք, վերադառնանք մեր ազգային ժողով։ Շատ տխուր պատկեր է այն իրավիճակը այսօր, որ տիրում է մեր ազգային ժողովում, նման իրավիճակ ես չեմ հիշում նույնիսկ ամենասարսափելի տարիներին,
երբ իրավիճակը բավականին բարդ ու անհասկանալի էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, ինչով եք դա բացատրում։ Ազգային ժողովը վաղուց շեղվել է իր բուն սահմանադրական կարգավիճակի ծեյությունից, որն է խորհրդարանի իմաստը, որ այնտեղ գեներացվի երկրի ոչ քաղաքական միտքը, ոչ միայն այն քաղաքական ուժերի, կուսակցությունների, գործիչների տեսքով, ովքեր ներկայացված են, այլ որ իրենք էլ իրենց հերթին հնարավորություն տան մասնակցություն ապահովեն բազմակարծության իմաստով այլ ուժերի, այլ գործիչների եւ ընդհանուր համերաշխության, քաղաքական համերաշխության մթնոլորտում կայացվեն կարևոր որոշումներ, որովհետեւ բոլոր որոշումները, որոնք կայացվում են ազգային ժողովում, դրանք ամենակարևոր որոշումներն են։ Այնտեղ ընդունվում են օրենքներ, որոնցով կարգավորվում է բոլորիս կյանքը։ Հետևաբար դա պետք է լինի մասնակցային, այսինքն լավագույն ներկայացվածությամբ եւ փորձագետների եւ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների մասնակցությամբ, բազմակարծության ապահովման, դա հանրության ամենաբարձր հարթակն է քաղաքական հետևաբար այդ խոսքի նկատմամբ պետք է լինի առանձնակի պատասխանատվություն, падգամավորներին դրա համար ներկայացվում են հատուկ պահանջներ, օրինակ առանձին օրենք կա падգամավորի կարգավիճակի եւ գործունեության կարգավորող, որը լրացուցիչ պահանջներ է դնում հատկապես ազգային ժողովի падգամավորների առջև, այսինքն եթե այլ պաշտոնյաների, այլ քաղաքացիների ազատությունները ավելի մեծ են, падգամավորները իրենց պետք է ավելի կաշկանդված զգան իրենց կարգավիճակից ելնելով, որովհետև սահմանադրությամբ նրանցից ամեն մեկ առանձին վերցած ներկայացնում է մեր ժողովրդին։ Եվ եթե պարզվում է, որ падգամավոր Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից հայհոյում է, կամ ասենք ձևակերպվում է մի խոսք, որը իր ենթատեքստով, իր բնույթով իր մեջ հայոյանք է պարունակում, դա նշանակում է, որ ինքը ըստ սահմանադրության փաստորեն ներկայացնում է մեր ժողովրդին, այսինքն ստացվում է, որ մեր ժողովուրդն է այդպիսին, բայց մեր ժողովուրդը այդպիսին չի, այսինքն դա շեղված է, ինչ որ մենք տեսնում ենք իր բուն էությունից, ակնհայտորեն շեղված է։ Նույնիսկ մեր ազգային ժողովը, տեսեք, այնտեղ հարցերի քննարկում գոյություն չունի, ընդդիմությունը մասնակից չի որոշումների կայացմանը, բոլոր ընդդիմադիր падգամավորներին հեռացրել են անգամ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից։ Օրենքում կա Դոնթի բանաձև, որով ազգային ժողովի 1 փոխնախագահ, 3 մշտական հանձնաժողովի նախագահներ, տարբեր հանձնաժողովների նախագահների տեղակալներ, պետք է լինեն ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներ։ Այս ԿՊ-ականները բոլորին հեռացրել են այդ պաշտոններից, այսինքն ոչ մեկը ազգային ժողովի ղեկավար մարմնում ընդդիմությունը ներկայացված չի։ Հարցեր են քննարկում, ընդամենը մի խմբակցությունով հավաքվում են, ներքին որոշում են կայացնում, այս հարցին կողմ են քվեարկում, այն հարցին դեմ են քվեարկում, ընդդիմությունը նույնիսկ որոշումների կայացման գործընթացին որևէ կերպ մասնակցություն չի ցույց։ Իրանք էլ կայացնում են որոշումներ ոչ թե ժողովրդին տված իրենց խոստումներից ելնելով, այլ Ալիևին, Էրդողանին տված խոստումներ։ Նիկոլ Փաշինյանը գնում այնտեղ խոստումներ է տալի նրանց հետ հանդիպումներին։ Գալիս է սրանք դա վերածում են մեր կյանքի օրենքներ։ Ավելին ինչ է ստացվում։ Օրինակ եւ падգամավորները եւ կառավարության անդամները իրենց պաշտոնը ստանձնելուց օրենքով սահմանված երթում են տալի։ Երթման տեքստը օրենքներում գրած է։ Թե ինչ են ասում հիմնականում, որ երթվում են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները, հարգելով Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները։ Սրանք գնում են Ալիևի հետ խոսում են, նա պահանջներ է դնում, գալի տեսնում են, որ այս պահանջները մեր երկրի օրենքներին հակասում են։ Ու փոխանակ այդ պահանջներից հրաժարվեն։ Ասում են օրենքները կփոխենք։ Հետո գնում են բանակցում նորից, պարզվում է, որ պետքա սահմանադրությանն է հակասում Ալիևի պահանջները։ Սահմանադրությունը կփոխենք։ Գնում գալիս են ասում են, չէ, ավելի բարձր։ Անկախության հռչակագիր նախանգարում, որ ինքը Ալիևի պահանջներ կատարի։ Ուրեմն կհրաժարվեն անկախության հռչակագրի։ Եվ այդ ամեն ինչ անում են առանց որևէ մասնակցության, առանց որևէ մեկի կարծիքը լսելու, խուսափում են քաղաքացիները։ Ես որ ասացի, որ այս ազգային ժողովում հանդիպումների շարք եմ սկսել իրենց նախաձեռնությամբ, այդ ընդունելությունը քաղաքացիները իրենք են այդ։ Գնում եմ չեն գալի հանդիպումներին, այսինքն բարձ հարցեր կա քննարկելու են, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանը եկել էր խտրական վերաբերմունք է ցուցաբերել, այսինքն մի քանի քաղաքացիներ կան, բոլորին ընդունում է ինձնից բացի։ Ու աշխատակից ինձ ասում է, որ մենակ ձեզ չի ընդունելու։ Վախենում է։ Այսինքն ես ինչ պիտի անեմ Ռուբինյանին, չէ՞, պարզ չէ, ոչ ծեծելու են, ոչ աղբնեմ նետելու, ոչ չնայած իրանք իմ նամակները այտենց են վարվել, բայց ասենք ես որևէ ֆիզիկական ներգործություն իր հետ չեմ պատրաստում անել։
Պետք է ընդամենը խոսք լսի, չէ՞, այսինքն ես իրեն փաստարկներ ներկայացնեմ, ինքն է պատասխան եւ որպես կանոն լրագրողները միշտ մասնակցում են այդ հանդիպումներին, դա ուղիղ եթերում։ Սա ինչի՞ ես վախենում իմ այդ հանդիպումից։ Ընդ որում, այնքան դա նաեւ ազնվություն է իմ կողմից, պարտավորություն չունեմ, բայց այսինքն ժամը 2-ին ես իր հետ պիտի հանդիպեի, ժամը 11-ին մամուլի միջոցով ասում եմ, թե ես ինչ հարցեր եմ պատրաստում իր հետ, բոլոր այն հարցերը, որոնք ես պատրաստում եմ իրեն տալ, նախապես եմ իրան ասում, որ ինքը նաև այդ հանդիպանը պատրաստված գա, ինքը անակնկալների չհանդիպի, բայց անգամ այդ դեպքում ինքը վախենում է գալ հանդիպումներից, ինչքան պիտի վախենան, ուր պիտի փախնեն։ Հիմա պարզ է, չէ, որ մեր հասարակությունը այս ամեն ինչը տեսնում է եւ անհրաժեշտ պահին աջակցություն պետք է ցուցաբերի, որպեսզի այդ հանդիպումները իսկապես կայանան, այդ քննարկումները կայանան եւ դրա արդյունքում որոշ թե չէ տենց միմյանց վիրավորելով, միմյանց հայհոյելով, ասենք մի падգամավոր քննադատական ելույթ է ունենում, ամբողջ խմբակցությունով արդեն իրենց հակադարձ ելույթները առանց փաստարկների, առանց ելույթի բովանդակության անդրադառնալով, դատարկ իմաստազուրկ վիրավորանքներ հնչեցնելով, ֆիզիկական հարձակումներ գործադրելով մեկը մյուսի վրա։ Արդյոք մեր 5000 տարվա պատմություն ունեցող աշխարհում հայտնի երևելի զավակներ տրված աշխարհի մարդկության պատմության մեջ մեծ հետք թողած հայ ժողովուրդը 5000 տարի ապրելուց հետո գա հասնի 21-րդ դար ու մեկ է պարզվի, որ իր ներկայացուցիչն է լուլուն։ Պարոն Ղազարյան, լավ, մենք մի փոքր էլ անդրադառնանք միջազգային իրավիճակին, տեսեք, Ստամբուլում պիտի կայանար Պուտին, Էրդողան, Զելենսկի, ինչպես նաև այդ հանդիպմանը նախատեսում էր որ մասնակցեր Միացյալ Նահանգների նախագահ, բայց փաստորեն չկայացան այս հանդիպումները, սա ինչով է կբացատրում։ Նախապես չի ասվել, որ հանդիպումները լինելու են բարձր մակարդակում, այսինքն որ պետությունների ղեկավարները պիտի ներկա լինեն, նման հաստատումներ չեն եղել, պարզապես նշվել է ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների մասին պայմանավորվածություններ, որի կապակցությամբ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն է հայտնել անձամբ մասնակցել եւ ակնկալել է, որ Ռուսաստանի նախագահը նույնպես անձամբ կմասնակցի այդ բանակցություններին, բայց այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել պատվիրակության կազմ ձևավորել, այսինքն ռուսական կողմը ոնց որ թե չի հրաժարվել այդ բանակցություններից, բայց նաև դրան չի մասնակցում բարձր մակարդակով, պետության ղեկավարի մակարդակով։ Կարծում եմ դրանով որոշակի տրամաբանություն կա, որովհետև պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումները կայանում են այն դեպքում, երբ որ նախապատրաստված են դրանք պատշաճ կերպով եւ այդ հանդիպումները պետք է հանգեցնեն արդեն վերջնական լուծումների։ Եվ իսկ այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, օրինակ եթե հիշում եք Թրամփի պաշտոնամուտից հետո հայտարարվեց, որ հնարավոր է ինքը Պուտինի հետ հանդիպում ունենա բարձր մակարդակի, բայց այդ հանդիպումն էլ մինչ օրս չի կայացել, բայց Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների տարբեր մակարդակի դիվանագետներ եւ պետքարտուղարն ու արտգործնախարարը եւ միջին օղակի պարբերաբար հանդիպում են, այսինքն նրանք ըստ նախապատրաստում են պետությունների ղեկավարների հանդիպումը, որովհետեւ նման հանդիպումներ որպես կանոն շատ կարեւոր են եւ պետքա պատրաստված լինեն։ Հիմա հուսանք, որ ուկրաինական այդ ռուսո-ուկրաինական հակամարտության կազմում թեկուզ այսօրվա նախատեսված հանդիպումը որոշակի պայմանավորվածություններ կտա եւ կնախապատրաստի արդեն Զելենսկի-Պուտին հանդիպումը, չնայած հնարավոր է որ Զելենսկի-Պուտին հանդիպումը իմ կարծիքով նաեւ երբևէ չկայանա, որովհետեւ եւ Ռուսաստանի նախագահն այդ հարցը բարձրացրել եւ Միացյալ Նահանգների նախագահն էլ ասել պայմանավորված Զելենսկու պաշտոնավորման լեգիտիմության հետ։ Նրա պաշտոնավորման սահմանադրական ժամկետը ավարտվել անցած տարի մայիսին եւ հիմա ինքը փաստորեն անհասկանալի կարգավիճակ ունի։ Ուկրաինայի նախագահի ընտրություններ հերթական չեն անցկացրվել երկրում ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքով պայմանավորված, բայց օրենսդրության սահմանադրությունը չի նախատեսում, որ նախագահան կարող է շարունակել պաշտոնավարել այդ դեպքում, այսինքն նրա սահմանադրական ժամկետը սպառվել է եւ հետեւաբար ասենք Ռուսաստանի նախագահն էլ պաշտոնավարում է իր սահմանադրական ժամկետում։ Հետեւաբար կարող է հենց դա էլ էական պատճառ է,
որ Ռուսաստանի նախագահը չի հանդիպում նրա հետ նրա լեգիտիմության դեֆիցիտի պատճառով։ Ինչ է կարծում, եթե նման հանդիպում այնուամենայնիվ կայանա, այն ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Մեր տարածաշրջանի վրա դրա ազդեցությունը անուղղակի կարող է լինել, որովհետև մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը ինչքան էլ որ հիմա վերջի շրջանում նվազել է հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ խնդիրներ գոյություն են եւ դա շատ նկատելի են, ակնհայտ են այդ խնդիրները։ Ռուսաստանի ուշադրությունը հիմա ավելի շատ կենտրոնացված է ուկրաինական ուղղության վրա, այսինքն արևելյան եվրոպական ուղղությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության անվտանգային առումով առավել մեծ կարևորություն ունի, քան հարավային Կովկասում արկա խնդիրները։ Հիմա եթե այնտեղ խնդիրները որոշակիորեն լուծում ստանան, բնականաբար եւ ուշադրությունը եւ ջանքերը եւ ազդեցությունը նաեւ այս տարածաշրջանի խնդիրների վրա պետք է մեծանա, իսկ այս տարածաշրջանի խնդիրները դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Արցախի խնդրին։ Հիմա Հայաստանի իշխանությունները հաշտվել են այն մտքի հետ եւ փորձում են մեզ համոզել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, դա ադրբեջանական ալիևյան տեսակետ է։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չի, հակառակը Լեռնային Ղարաբաղի խնդիրը ավելի է բարդացել։ Այսինքն պատերազմը դրա հետևանքները, այդ թվում սոցիալական հետևանքները այդ խնդիրը չեն լուծել։ Այդ խնդիրը բարդացրել են։ Եվ ակնհայտ է, որ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող միայնակ այդ խնդրին լուծում տալ։ Եվ այստեղ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի գործընկերների, որպես համանախագահ երկրների ներգրավվածությունը եւ նրանց մասնակցությունը միջնորդական առաքելությունը շատ կարեւոր է ինստիտուցիոնալ իմաստով այդ խնդիրները լուծելու եւ մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելը։ Դամանը ռուս-ուկրաինական հակամարտության լուծումը կարող է մոտեցնել նաև մեր խնդիրների բարձրացման եւ լուծմանը։ Շնորհակալ եմ այսօրվա համար, պարոն Ղազարյան։ Դուք շարունակեք ձեր հեղինակային Ղազարյանի հաղորդաշարը։ Մենք առիթի դեպքում նորից մեծ հաճույքով ձեզ կհրավիրենք։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարին եւ ամենակարևորը երբեք չկոտրվեք։ Երբեք, շնորհակալ եմ։ Շելի բարեկամներ, Էդգար Ղազարյանն էր, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար։ Ինչպես միշտ նրա այդ հանդիպումը անցավ նորից հետաքրքիր մթնոլորտում, այնպես որ առաջիկայում եւս սպասեք նրան։ Այսօր այսքանը, ցտեսություն։